Բարև ձեզ սիրելի հետևորդներ, այսօր մեր մոտ փետրվարի 26-ն է, եկեք միասին գնանք տեսնենք մեր սացիլանոցում ինչպես են աճում մեր ծաղիկները, նաև ուզում եմ ձեզ ցույց տալ ինչքան ձյուն է դրել, սա մեր ծաղիկի վաճառքի տարածքին, նայեք մետրից ավել, նայեք ինչպիսի սարեր են գոյացել մեզ մոտ, եկեք միասին գնանք սացիլանոց, նայեք ինչքան սարեր են առաջացել մեր մոտ ձյունից սիրելիներս, նայեք ինչ հրաշք ձմեռ է, անգամ բիսեդկան չի երևում, և այսպես գնում ենք մտնենք սացիլանոց, ճիշտ ասած երկու օր է սացիլանոց չեմ մտել, գործերս շատ են եղել, մտա սացիլանոց սիրելիներս, այստեղ մենք արդեն պիկիրովկա ենք արել, ասեմ պիկիրովկան հայերենով թաղար դնել է, մենք արդեն սովորել ենք այդ բառին, այստեղ արդեն պիկիրովկա ենք արել Անյուտայի աջիկները, մեր գեղեցկուհի վիոլաները, այստեղ մեր մոտ մի տեսակի սորտ է պիտունյայի, իրանք գունավոր են, աբադոկներով, ճիշտ ասած շատ դժվար է ծլում, սա և սա, եկեք նայենք ինչպես են մեծացել մեր գազանյաները, որոշել էինք ճիշտ ասած առաջինը պետք է գազանյան պիկիրովկա անենք, բայց անհրաժեշտություն եղավ առաջինը պիկիրովկա անել վիոլաները, այստեղ էլ գազանյաներն են մեր մեծանում, կարող է այնպես լինի միանգամից գազանյաները տեղադրենք մեծ պալետների մեջ, էլ երկու անգամ պիկիրովկա չանենք, այստեղ մեր մոտ բակոպան է, ամպելնի բակոպան, այս տարի մեր մոտ շատ լավ աճում են ամպելնի պիտունյաները, սիրելիներս, շատ գոհ ենք այս տարի ամպելնի պիտունյաներից, սրանք ամպելնի պիտունյաներն են, անցած տարի գրեթե 40%-ն է ծլել, իսկ այս տարի համարյա 70% ծլել է, դա նորմալ է, այստեղ մեր մոտ բեգոնյան է ծլում, այս տարի չգիտենք ինչի, մեր հողի մեջ այս տեսակի սպիտակ բաներ են առաջանում, թե հողից է, թե խոնավությունից չենք հասկանում, մեր վիոլայի մոտ էլ էր այդ նույն խնդիրը, դրա համար վիոլան շուտ պիկիրովկա արեցինք, այստեղ պիտունյանա մի քիչ մեր մոտ վատ ծլում, հեսա նայեք ինչքան ծլած սիրուն ծաղիկներ ունենք, այս մի պիտունյան արդեն ընտիշ ծլել է, հոյակապ ոնց որ մեզ պետք է, այստեղ էլ ունենք գեղեցիկ ծլած պիտունյա, նայեք, տեսեք ինչքան աշխատանքներ են մեզ սպասվում, այստեղ վիոլան այլի պիկիրովկա արած, սա մեր մոտ, այս ծաղիկը հələ նայեք, կարողանում եք կարդալ, ցիներայրը գիբրիդն է, Գարշոչնի է ինքը, նաև կարելի է հողի մեջ տնկել, եկեք տենանք այստեղ ով է մեր մոտ ծլում, սա մեր մոտ, սալվյան է, ոյ ծլում է մեր մոտ սալվյան արդեն, դեռ չենք բացում բերանները, այստեղ երևում է ոնց որ թե դեղնած լինի սացիլը, բայց դեղնած չի, դա սերմի աբալոչկան է մշակված, սա ինչն է ծլում մեր մոտ, հիմա գտնենք, ինքան հետաքրքիր է, երբ որ գալիս եմ ջերմոց, ոյ ստեղ դաժե ամուսինս ոչ մի բան չի նշել, ուրեմն ինքը գիտի, այստեղ պտտվենք, հիմա մեր մոտ ջերմաստիճանը 22 աստիճան է, շատ լավ է ծաղիկների համար, այստեղ մեր մոտ բեգոնյաներն են ծլում, բեգոնյաները մեր մոտ 6 տեսակի են, վիշնի ցվետուշի, 3 տեսակը կանանչ տերև է տարբեր ծաղիկներով և 3 տեսակը կարմիր տերևներ է տարբեր ծաղիկներով, այստեղ էլ է մեր մոտ բեգոնյան, այստեղ երևի բացեմ արդեն բեգոնյան մի քիչ, որովհետև խոնավությունը շատ է, նայեք, այ, շատ աստեղ խոնավությունը, հիմա կբացենք մի քիչ ցելոֆանը, հետո մի քիչ ուշոտ կփակենք արդեն սիրելիներս, այսպես սիրելի հետևորդներ, գարնանը լիք աշխատանքներ ունենք անելու, եկեք տեսնենք այստեղ ինչն է ծլում, այստեղ էլ է բեգոնյան մեր մոտ ծլում, որ բեգոնյանը, կանանչ տերև, ռոզվի ծաղիկը, այսպես սիրելիներս, ինչպես ենք ջրում մեր ծաղիկները, հիմա ասեմ,
շշի մեջ պլաստմասովի շշի մեջ լցնում ենք գոլ ջուրը եւ փչում ենք մեր սատիլների վրա։ Հիմա մենք այդպես ենք ջրում մեր սատիլները եւ որը որ փակված է ցելոֆանով, բնականաբար նոր տեսակ որ բացեցի, բնականաբար խոնավությունից ջրվում է, նայեք հողը դեռ թաց է։ Այստեղ չոր է հողը, նայեք տարբերությունից, մնացածը թաց է։ Մի քիչ ուշոտ ցելոֆանը կքաշենք։ Այսպես սիրելիներս, հաբը հələ մի նայեք, տեսեք զեմլենիկաներս ոնց են ծլել։ Ճիշտ է խոտել է ծլել, բայց զեմլենիկաներս շատ լավ են ծլել ու իրանք շատ դժվար են աճում, սիրելի հետևորդներ, շատ դժվար են աճում, շատ, բայց շատ համով սորտ է։ Այստեղ ամպելնի պիտունյան է, կարմիր սորտը, դեռ հələ մանր ծլում են, նայեք, այստեղ դեռ մանրիկ պուճուրիկներ ունենք ծլում են։ Այսպես սիրելիներս, մի քիչ մեր մոտ այս տարի սովորական պիտունյան է դժվար ծլում։ Երբեմն լինում է սերմերի մեջ, որ գնում ենք, ոչ թե ծլում են 100%, 70%, այլ ծլում են 40%։ Անկեղծ ասած, եթե տուփերը առնում ենք 1000 հատանոց, 70% ծլում է, դա նորմալ է, բնական է, 30%-ը չի ծլելու։ Բայց երբ որ 40-50% է ծլում, այդտեղ լիքը պատիր ենք տալի։ Բայց դե ինչ անենք, հիմա Աստծո կամոք ահագին լավ ծլել են մեր սատիլները, դեռ ահագին սերմեր չենք ցանել, բարխցին չենք ցանել, որովհետև բարխցի վեգետացիան 2 ամիս է, դեռ շուտ է, քանի որ այս տարի մեր մոտ շատ ձյուն է, մի քիչ գարուն է, երևի ուշ կլինի, հա ուշ գարուն է լինելու, դրա համար դեռ բարխցին, ցինյան, աստրան, գյարգինան, հələ դրանք չենք ցանել, ցելոզյան, խոսքով դեռ էլի ցանելու բաներ ունենք, երևի շուտով քիչ կտեղափոխվենք մեծ ջերմոց, շուտով սիրելիներս, արդեն որպեսի մեր գազանյան պիկիրովկա անենք, դնենք այդտեղ, որովհետև նայեք մեր սեղաններին էլ տեղ չունենք արկղներ ու պալետներ դնելու, նայեք ամբողջ մեր սեղանները լիքն են սատիլներով, էլ տեղ չունենք, որ մեր գազանյաները պիկիրովկա անենք, սիրելիներս։ Այսքան իմ սիրելի հետևորդներ, ընթացքում կհետևենք նաև էլ ինչպես են ընթանում մեր աշխատանքները ջերմոցային։ Մի մոռացեք լայքել, բաժանորդագրվել, ես ձեզ շատ եմ սիրում, լավ մնացեք, բոլորիդ խաղաղ օր եմ մաղթում, ցտեսություն։